Բարի երեկո սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներս, այսօր որոշեցի պատրաստեմ թանապուր, բայց պատրաստելու եմ իշխլի քյուֆթայով, դա էլ առաջին անգամ եմ պատրաստում։ Հիմա ինչ եմ արել, առաջինը թեյնիկն եմ արդեն դրել գազօջախին, որովհետև պատրաստելու եմ եռացրած ջրով թանապուրը եւ այստեղ էլ սպիտակաձավարն է։ Հիմա սպասենք, թող համ սպիտակաձավարը իփի, համ էլ թեյնիկը եռա, հետո կանցնեմ արդեն իմ գործի շարունակությանը։ Նկարել եմ, չէ՞։ Շորերը հանեցիք մեքենայից բանից։ Էլենն ասում է, ինչ ես պատրաստում, ասում եմ, այսօր ուզում եմ թանապուր պատրաստեմ, ու նայմա վերջ ինչ պիտի ասում թանապուր պատրաստեմ իշխլի քյուֆթայով ժողովուրդ ջան։ Էլենը սենց մի հատ խառնվեց, հայացքը խառնեց իրան, ասում մամ կլինի, որ մեղրնել ձուկը մեղրով պատրաստես։ Այսինքն, որ ասաց իշխլի քյուֆթայով թանապուր, զարմացավ Էլենը ու չի պատկերացնում, թե ինչ համ կունենա, անկեղծ ասած, հարգելներս, ես էլ չեմ պատրաստել, առաջին անգամ եմ պատրաստում։ Նույն սպասն է, ուղղակի իշխլի քյուֆթայով, դե փորձենք, տեսնենք ոնց կլինի։ Դե իշխլի քյուֆթեն իմ պատրաստածն է, սառցարանից պետք է հանեմ, եռալու ընթացքում արդեն հատիկ կլցնեմ մեջը։ Հիմա Էլենը զարմանում է, որ նախ սպասը սիրում է առանց կանաչի ժողովուրդ ջան ու առանց ձավարի, այնքան որ այսպես սոկն է սիրում։ Հիմա որ իմացել է հələ մի հատ էլ իշխլի քյուֆթայի մեջ է լցնում։ Սենց ամբողջ սենց հայացքը մի հատ խառնեց իրար Էլենը։ Էլեն ջան, այնտեղ կարտոշկի ժարիտ կա, կոտլետ կա, դու էլ էդի կուտես, հա։ Դե սպիտակաձավարը արդեն պատրաստ է, թեյնիկն էլ անջատել եմ։ Հիմա սրա ջուրը պետք է քամեմ։ Իրեմ ասեմ հարգելի հետևորդներ ջան, մինչև գազօջախին դնելը մի քանի ջուր լվացել եմ, բայց դե նայեք, էլի գույնը, տեսեք ինչ պղտոր է, ես դրա համար չեմ լցնում թանապուրի մեջ, ու այսպես միշտ քաշելուց հետո պետք է անպայման մի հատ լվանամ, նոր լցնեմ։ Դե սա արդեն շատ է, հիմա կսարի, սառելուց հետո արդեն կդնեմ։ Մի քիչ էլ կլցնեմ, ցելոֆանով կդնեմ սառցարանը, որտեղ այսքանը չեմ օգտագործելու թանապուրի մեջ։ Այսպես։ Հիմա սա դնենք այստեղ, որ լվանանք, այս էլ դնենք այստեղ։ Նորից ավելացնենք մածուն։ Այսպես անենք։ Ալյուրն էլ լցնեմ հենց այս մածունի ամանի մեջ մի անգամից հարեմ ու լցնեմ այս մնացածի վրա։ Այս էլ դնենք այստեղ որ լվանանք։
ու ասեմ հարգելիներս, ես ձավարը խաշելուց աղ եմ լցնում միշտ, հենց աղի համը արդեն այդ աղությունը տալիս է ձավարի մեջ, շատ համով է լինում, այդպես, ինչքան էլ աղ լցնենք թանապուրի մեջ, էլի սպիտակա ձավար ուտելուց զգում ենք, որ աղի չի, իսկ ես հենց էփելուց արդեն լցնում եմ, հիմա թեյնիկի ջուրն էլ արդեն եռացրած է, լցնեմ և դնեմ արդեն գազօջախի, գնացինք գազօջախի մոտ։ Հիմա արդեն պետք է օգտագործեմ փայտի քթար։ Այս էլ սարել է։ Գազը ուժեղա, չէ՞։ Այս ալյումինե կաթսայի մեջ այնքան հարմար է համ կաթ եռացնելը, համ էլ թանապուր էփելը։ Իսկ այդ նոր կաթսաներով չի լինում։ Չի լինում նրա համար, որ չեն կարողանում հենց փայտի քթալով խառնենք։ Համ կաթսան կվնասենք, համ էլ այդ ամբողջ կաթսայի այդ թույնը, այսպես ասած, ժողովուրդ ջան, այսպես խառնելով դուրս կգա։ Դրա համար ես այս ալյումինե կաթսաները շատ եմ սիրում։ Արդեն ուզում է եռալու ընթացքում արդեն քյուրտաները կլցնեմ մեջը։
Հարգելիներս, ուրեմն Էլենս ասում է, այս զմեր պապիկին չմաքրենք, թողնենք նորից 27 թիվ։ Հիմա չգիտեմ կատակ անում, լուրջ ասում, ասում այսպես փայլերով, այս նկարով թողենք սենց խոհանոցի պատուհանին։ Հա Էլեն ջան, լուրջ ես ասում, մնա։ Ամենայն լրջությամբ ասում, իմ աղջիկը ուրեմն պետքա թողենք ու տեսնենք հլիճկանք թողենք, սենց մնա։ Ասի արդեն լցնենք, Էլեն ջան կողնի, այ ժողով ջան, իսքանն է, բայց երևի այդքանը չլցնեմ, ու 5 հատ կլցնեմ, այսինց հանգիստ մցնենք, սպասի մեջ, հաջորդը, Բայց մեկը արդեն ժամանակից շուտ ընկավ միջը։ Սա էլ չորացրած նանայա։ Ավելացնենք աղ։ Մի երկու ճյուղ էլ համեմ լցնենք։ Բայց համեմի հետ հարգելիներս մի ճյուղ էլ սամի թայք է ձեռքի հետ, ոչինչ։ Այսի թող մնա մեջը, այսպես անի։ Դնեմ իրես տեղերը, որ նորից լվանա։ Ամաններն էլ լվացի, հիմա մնում է այն լվացած ամաններն էլ սրբեմ, տեղավորեմ իրենց տեղերը, հենց մի հատ գործ ես անում, ամանները լցվում է։ Սա էլ արդեն պատրաստ է,
Տեսեք ինչ լավ էլ մնացել է քյոֆտաները։ Կերած խմած քյոֆտաներ են, նայեք։ Այս որ կալորի կա, սենց նայեք, էսի ես եմ պատրաստել, որ սիրունա, սենց քյոֆտայի ձևով, իշլի քյոֆտայի ձևով արդուս պատրաստասնա։ Դե երևի արդեն էլ չխառնեմ, դե չեմ էլ խառնեմ, այնքան որ կողքերով դե կարակնել հարգելիներս, տեսնեմ, ես ինձ համար մի փոքր աման կվերցնեմ, հետո նոր կարակ կավելացնեմ, դրա համար չեմ ուզում սենց ընդհանուրի մեջ կարակ լցնեմ, մի փոքր էլ կարակ կդնեմ և վերջ, կհամտեսենք, հետո կտեսնենք ինչպես է համը, իշլի քյոֆտայով թանապուր։ Ահա պատրաստ է իմ այսօրվա պատրաստած թանապուրը, ուրեմն հարգելիներս, ես տեսել եմ, որ թանապուրին նաև նանայի հետ միասին ավելացնում են ծիտրոն, բայց ես չավելացրեցի ծիտրոն, մտածեցի, որ կարող է մեզ դուր չգա, դե անսովոր է, որ թանապուրի մեջ ծիտրոն լցնենք, դրա համար չավելացրեցի, բայց ես տեսել եմ, որ նաև ծիտրոն են ավելացնում։ Սա նախապես ասում եմ, միգուցե մեկնաբանություններում գրեն, որ այս կանաչին են ավելացնում, են կանաչին, դրա համար եմ ուզում ասեմ, որ ոչ մի ավել կանաչի չեմ ավելացրել, ընդամենը այստեղ ավել է իշլի քյոֆտան հարգելիներս, բայց վատը չի, շատ լավ է ստացվել, ես մի փոքր աման նոր թանապուրից օգտվեցի, շատ համով էր, իհարկե շատ համով էր, ճիշտ է քյոֆտան հետը չկերա, մենակ թանապուրից օգտվեցի, շատ համով էր, հենց այդ քյոֆտայի համը տվել էր թանապուրի մեջ։ Հարգելիներս, ուզում եմ երկու խոսքով ավարտեմ այսօրվա հոլովակը, ինչ եմ ուզում ավելացնեմ, ուզում եմ ասեմ, մեզ դիտողները, բայց առանց բաժանորդագրվելու դիտում են 62%-ը, իսկ մնացածը, որ բաժանորդագրված մեզ դիտում են, ընդամենը 37%-ն է, ուզում եմ, որ այս հոլովակից հետո էլ ավելի բազմանա մեր ալիքը, Ալմաշի համը, ուզում եմ ավելանա լայքերը, մեկնաբանությունները և տարածեք ալիքը հարգելի հետևորդներ ջան, և այդքանից հետո ուզում եմ բոլորին իմ հին ու նոր հետևորդներին ասեմ շնորհակալություն դիտելու համար և բարի գիշեր բոլորիդ։